ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Բիզնես Լաբն է։ Ես Անիկ Էսոյան եմ եւ շարունակում եմ ձեզ ներկայացնել հայկական բիզնեսները։ Այս շաբաթ մեր տաղավարում հյուրընկալել ենք Artis դիստրիբյուտորական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանին։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Սկզբից խնդրեի դուք ներկայացնեք Artis-ը, ինչ է, ինչով է զբաղվում եւ առհասարակ դիստրիբյուտորական ընկերությունը ինչ է իրենից ներկայացնում։ Դե Artis-ը ներմուծումներով եւ վաճառքով զբաղվող ընկերություն է դիստրիբյուտորական։ Մենք տարբեր երկրներից սննդամթերք ենք ներմուծում Հայաստան եւ նենց ենք անում, որ Հայաստանի սպառողը հնարավորություն ունենա տարբեր տեսակի, տարբեր որակի եւ նաեւ շատ բարձրակարգ ապրանքների, մթերքների գնման համար։ 2010 թվականից ենք աշխատում եւ հիմա բավականին ճանաչված եւ բավականին շատ գործընկերներ ունեցող ընկերություն է։ Այսինքն դուք աշխատում եք միջազգային բավականին մեծ ընկերությունների հետ, ինչպես է հնարավոր, ինչպես եք կարողանում այդ միջազգային ստանդարտներին համապատասխանող եւ ընկերություններին տեղայնացնել Հայաստանում ու պահել նաեւ այդ նշաձողը, որը բարձր է։ Դե որ սկսել ենք 2010 թվականից, այն ժամանակ դե ավելի բարդ էր։ Այն ժամանակ այդ ստանդարտները շատ չկային ու ինչ որ ձևով, ինչ որ բիզնեսը ստեղծել ենք եւ առաջ ենք տանում։ Հիմա ավելի շատ գիտելիքներ ենք ստացել, ժամանակի ընթացքում կարողացել ենք նաեւ մեր բիզնեսի որակը բարձրացնել։ Դա սկսած ինչպես ենք բերում ապրանքը, ինչպես է դա պահպանվում, ինչպես է կատարվում առաքումը միջև մեր գործընկերներին եւ իհարկե հետեւում է թե ինչպես է գործընկերների մոտից միջև վերջնական սպառող հասնում ապրանքները մեր։ Քանի անուն ապրանքատեսակ է եւ որտեղ կարող են դրանք գտնել սպառողները։ Դե քանի որ մենք ունենք տարբեր ուղղվածություն ունեցող ապրանքներ եւ վերջնական սպառողի համար, որը որ խանութներում, սուպերմարկետներում, ցանցերում կան, նաեւ կան ապրանքներ եւ շատ, որը որ արտադրողների կամ ռեստորանների, կաֆեների համար, ընդհանուր անվանումների, որ ասեմ մոտ 1000-ի, նույնիսկ եթե ճիշտ ասեմ 1000-ից էլ ավել է, այդքան ապրանքներ ունենք, բայց այնտեղ կարող է ասենք տարբեր գույներից, համերից եւ այլնից կախված լինի։ Եթե չեմ սխալվում, օրինակ հացաբուլկեղեն եւ այլն, դրանք Հայաստանում են, չէ՞, արտադրվում, բայց հումքը դրսից է, չէ՞։ Դե մենք ինչ-որ հումքեր կան, որոնք որ ներմուծում ենք Հայաստան, որպեսզի Հայաստանում հնարավոր լինի տարբեր ձևի, եթե խոսեցինք թխվածքների կամ հացաբուլկեղենի համար, որպեսզի մենք Հայաստանում կարողանանք այն ինչ որ կա Եվրոպայում նույն որակի, նույն համի ապրանքներ ստանանք։ Սկսած կրուասանից վերջացրած ավելի բարդ ինչ որ եւ հացատեսակներով եւ խմորեղենի տեսակներով։ Իսկ ինչպես է հաջողվում պահպանել, որովհետև Հայաստանում ստեղծել ձերը մի քիչ ուրիշ է, բայց դրսում արդեն հայտնի մարդու քիմքին հարազատ ապրանքն Հայաստանում նորից ստեղծելը, դա շատ ավելի բարդ է։ Նայեք, ոնց ենք անում, մեր գործունեության բուն իմաստը միայն ապրանք բերել վաճառելը չի։ Եթե խոսում ենք արտադրողների հետ կապված գործունեության, մենք ապրանքները որ բերում ենք, նաև բերում ենք ինչ-որ տեխնոլոգիաներ, որպեսզի այդ մթերքը կարողանա ստանանք այն ինչ որ կա Եվրոպայում, օրինակ եմ բերում։ Մենք նաև հրավիրում ենք տեխնոլոգների տարբեր երկրներից, որպեսզի ստեղ ցույց տան եւ սովորեցնեն ինչպես արտադրել այդ համապատասխան եւ ճիշտ ապրանք ստանալու համար։ Մյուսը նույնիսկ մեր գործընկերներին ժամանակ առ ժամանակ հրավիրում ենք արտասահման ինչ-որ մի արտասահմանյան մեր գործընկերոջ մոտ, որտեղ այնտեղ նույնպես տեսնում են առաջին ինչ ապրանքներ կա, որն ավելի դուր գալիս, որը կարելի է Հայաստանում ստանալ եւ այդ դեպքում նաեւ սովորում են ոնց դա սարքել։ Հրաշալի է, շուկան զարգացնում եք, մասնագետներ եք վերապատրաստում։ Դե ինչ որ չափով, որովհետեւ ճիշտը խոսենք, Հայաստանում էլ մշակույթը, սպառման մշակույթը բավականին փոխվել է։ Եթե մենք նայենք ինչ ունեինք 10-15 տարի առաջ, ինչ ձև էին աշխատում մեր կաֆեները եւ ռեստորանները, ինչ ձև էին աշխատում մեր վաճառակետերը ու հիմա իրանք բավականին տարբեր են։
մենք աստիճանաբար Հայաստանում ստանում ենք մշակույթ, որը որ շատ մոտ է Եվրոպային։ Եվ իրոք եվրոպական համերը մեր ժողովրդին, արդեն մեր ժողովրդի քիմքին եւ ճաշակին շատ մոտ է։ Դա փոխվել է։ Դուք երևի ամենալավը տեղեկացված կլինեք, արդյոք ինչքանով է փոխվել սպառողական զամբյուղի պարունակությունը։ Հիմա ավելի շատ են որակին ուշադրություն դարձնում։ Շատ, հա։ Դա ուրախացնող մի բան է, որ եթե մի ժամանակ, դա 10, 15, 20 տարի առաջ մեր մոտ սպառողը ավելի շատ նայում էր գնին եւ քանակին, հիմա բավականին փոխվել է։ Հիմա նախընտրում են վերցնել թեկուզ մի փոքր թանկ ապրանք, բայց քիչ։ Ու դա ինձ շատ է ուրախացնում, որովհետեւ եւ մի կողմից ավելի որակյալ սնունդ են ստանում, ավելի որակյալ ուտելիքներ են ունենում, եւ մյուս կողմից, ասենք, ինչի՞ չէ, իսկականից մեր առողջության համար էլ է դա լավ, որովհետեւ ես կարամ մի հատ օրինակ բերեմ, պատմեմ։ Մոտ մի 15 տարի առաջ, երբ որ տեխնոլոգներ էինք բերում, այն ժամանակ ներմուծում էինք նաև մարգարիններ, տեխնոլոգները գալիս են այստեղ պեչենի կամ վաֆլի արտադրողների մոտ, ու որ տեսնում էին ինչքան շաքարավազ է Հայաստանում լցվում, այդ նույն պեչենիների մեջ, ասում էին, չկա ոչ մի ռեցեպտ, որ այսքան շատ լցվի, դե մենք ասում ենք, գիտեք, Հայաստանում ոնց որ հայերը շատ սիրում են քաղցր լինի։ Հիմա կամաց արդեն եկել է հակառակ վիճակը, որ շաքարավազը կամ քաղցրը այդքան չի լցվում, ու այդ դեպքում մենք արդեն մթերքի, մենք այդ ուտեստի համը ավելի հստակ զգում ենք։ Ուտեղ երևում է որն է որակով, որը ոչ։ Ես կարծում եմ, որ դա նաև գալիս է ձեր գործունեությունից ու ձեր նման ընկերությունների գործունեությունից, որոնք արտասահմանյան արտադրանքը բերում են, մարդը փորձում է, սովորում է, տեսնում է ընտրությունը, տարբերությունը, ինչ որ չափով նաև այնտեղ գիտակցումը լավի վատի ու հետեւաբար արդեն իր վարքագիծն էլ է փոխվում։ Ինչ որ չափով, հա, մենք էլ այդտեղ ինչ որ ներդրում ունենք, բայց դա շատ չի։ Իրականում շատ է նաև այն, որ մենք արդեն շատ ենք ճամփորդում, մենք շատ ենք տեսնում այլ մշակույթներ, բացի դրանից նաև այն տուրիստներ են, մարդիկ, ովքեր որ գալիս են Հայաստան, իրանք իրանց մշակույթներ են մեզ փոխանցում։ Նենց չի, որ միանգամից մենք ստանում ենք կամ մեր մշակույթն էլ իրանք են տանում, այդ միանգամից չի լինում, բայց կամաց ժամանակի ընթացքում լինում է։ Արտիսի համար հավատարմությունը սկզբունք է, հավատարմությունը գործընկերների հանդեպ, հաճախորդների հանդեպ, դա ժամանակի ընթացքում ձևավորված մշակույթ էր, թե ի սկզբանե դուք եք ձեր անձի հետ կապ ունի դա ու դա փոխանցել եք ընկերությանը։ Դե ընդհանրապես հավատարմությունը դա ներքին ինչ որ արժեք է։ Եվ իհարկե այդ ներքին արժեքը մենք բոլորս կրում ենք մեր մեջ, մյուս հարցն է, թե ինչքան ենք կարևորում։ Հիմա մեր ընկերությունում այդ արժեքը ոնց որ շատ կարևոր է, ու մենք ինքներս է փորձում ենք մեր մեջ զարգացնել այդ արժեքը, եւ մենք ամեն մեկը մեր մեջ եւ ընդհանուր ընկերության մեջ, որպիսի մենք մեր գործընկերների հանդեպ լինենք հավատարիմ եւ միայն այդ դեպքում նույնը կարող ենք ստանալ իրանցից։ Դիստրիբյուտորական ընկերության գլխավոր խնդիրը լոգիստիկ խնդիրն է։ Հայաստանն էլ գաղտնիք չի, որ բավականին այդ առումով դժվար պայմաններում է, շատ հաճախ են խնդիրներ լինում։ Ինչպես եք դիմակայում այդ խնդիրներին, որոնք կարծես թե վերջ չունեն, անդադ շարունակական են եւ ոչ մի երաշխիք չկա, էլի դրանց։ Դե իրականում չի ասի, որ գլխավոր խնդիրն է, խնդիրները էլի շատ են։ Իհարկե որ գլխավորը լիներ, դա մի հարց կներ, բայց ինչևէ դա խնդիր է։ Մենք իրոք Հայաստան որպեսի ներմուծենք, ունենք մի քանի ճանապարհ։ Եթե օդային մասը թողնենք, որը շատ թանկ է, մեր ապրանքների ես կարծում եմ 95%-ը միգուցե սխալվում եմ, բայց գալիս է Վրաստանի սահմանով։ Այսինքն մի մասը Պարսկաստանով, մնացածը լրիվ գալիս է Վրաստանի։ Եվ իհարկե մեր համար դա հավելյալ ծախսեր են։ Եթե մենք ունենանք բաց սահմաններ, կապ չունի որ երկրներով, մեր ներմուծված ապրանքների ինքնարժեքը քիչնի։
եւ բացի դրանից իրոք խնդիր է դժվար է բերելը եւ այդ սահմանափակումները մեզ շատ խանգարում են։ Վերջին հաշվով այդ բոլոր խնդիրները գալիս նստում են մեր սննդամթերքի կամ ներմուծվող ապրանքների ինքնարժեքի վրա եւ բնականաբար ամբողջ Հայաստանը ինչ որ չափով ոչ լավ վիճակում է լինում եւ հավելյալ ֆինանսներ է ծախսում, որպեսզի ապրանքները կարողանան ներմուծի։ Տեսեք, ընդունված է համարել, որ աճող զարգացող բիզնեսմենը, աճող զարգացող բիզնեսը ժամանակի հետ արդեն մտածում է ոչ միայն ֆինանսի մասին, չեմ ասում բացառում է, դա առաջնային է, այլ նաև արժեքներ ստեղծելու մասին։ Դուք ինչ արժեքներ եք ստեղծում եւ ինչպես կցանկանայիք, որ արտիստը հիշեն տարիներ անց, օրինակ բացի նյութական կամ այդ հատվածից ուրիշ ինչպես կուզեիք հիշեին, խոսեն։ Դե մենք խոսեցինք մի արժեքի մասին։ Հավատարմություն։ Դե կուզեի ոչ թե ոչ միայն հիշեն, այլ այդ պահին այդ ամեն ինչը զգան առաջի հերթին։ Դե դրանցից մեկը հավատարմությունն է կամ գործընկերությունը։ Ընդհանրապես իմ կարծիքով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրենց հարաբերությունների մեջ նայեն որպես գործընկեր բոլորին։ Նույնիսկ երբ որ մենք ունենք մոտ հարաբերություններ մարդկանց հետ, նայենք որպես գործընկեր եւ համախոհներ կամ փորձենք այնց անենք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն ինչ որ ավելի հավատարմության, սիրո, վստահության, այտենց իմաստալից վերաբերվենք։ Հավատարմությունից բացի իհարկե շատ կուզենամ, որպեսզի ազնվությունը լինի արժեքներից մեկը, որպեսզի մենք մեր գործընկերների մոտ թողնենք ազնիվ եւ հավատարիմ եւ ազնիվ գործընկերոջ համբավ։ Տեսեք, ասեցիք, Հայաստանը փոքր երկիր է, առավել եւս բիզնես ոլորտում մարդիկ գրեթե բոլորը իրար ճանաչում են, ընկերներ են, տարբեր միջավայրներում, արդյոք դա չի խանգարում տեսեք, ասեցիք գործընկեր ենք, գործընկերային հարաբերություններին, որ դիսցիպլինային, պարտականությունների, մի ժամանակ արդյոք նույնիսկ չի այդ կետը հատվում։ Դե ինչ որ մասով կարա խանգարի, բայց դա նաև օգնում է։ Որտեվ եթե մենք խոսեցինք ընկերությունների համբավի մասին կամ մարդկանց, դա ինչ որ չափով օգնում է, որպեսզի հասկանա գործընկերը կամ մյուս տնտեսավարող սուբյեկտը, թե ում հետ գործ ունի։ Ցանկացած դեպքում այդ մի ժամանակ դա շատ կարևոր էր, հա, ինչ որ մի բան մեկին առաջարկելուց առաջ ինչ որ ծանոթ էին գտնում, որպեսզի կարողանային հանդիպեին, խոսեին, ինչ որ մի պայմանի գային, հիմա ահագին դա փոխվել է։ Հիմա ցանկացած դեպքում ինչքան էլ ծանոթ լինի, ով ուզում է լինի, համագործակցության համար ինչ որ կետեր կա, որ պետքա հստակ ունենաք։ Այսինքն համագործակցության մեջ երկու կողմն է կամ երեք կողմն է պետքա իրենց բավարարված զգան կամ հասկանան, որ իրանց բիզնեսի համար դա լավագույն տարբերակն է։ 2021 թվականին դուք ստեղծել եք Arctic Cat ընկերությունը, արտադրական գործունեությունը շատ ավելի բարդ է Հայաստանում, ունի շատ ավելի դժվարություններ, խնդիրներ, երբեմն էլ նույնիսկ չի արդարացնում իրեն, ինչ որոշեցիք արտադրության մեջ էլ խորանալ կամ սկսել։ Դե մտածեցինք տենց արժեքել ունենանք, սկսենք ու իրոք բանրի արտադրություն սկսեցինք, քանի որ մեր գործունեությունը կապված է կատնամթերքի եւ բանրի հետ էլ, մենք ներմուծում ենք, մտածեցինք նաեւ տենց արժեք ունենանք Հայաստանում ու այդ հնարավորությունը կար։ Մենք ստեղծեցինք այդ արտադրությունը բանրի, բավականին որակով արտադրանք ունեցանք, բայց այդ գործունեությունը, այդ բիզնեսը որպես արդյունք, որպես բիզնես արդյունք մեր մոտ միջևերջ չկայացավ։ Այն ռեսուրսները, որ ես եւ մեր ընկերությունը դնում էր այդ գործի արտադրելու համար, եւ այն արդյունքը ինչ որ ունեինք, իրար հետ համահունչ չէին, եւ այս հարցին ոնց որ պատասխանեմ, ճիշտ է, ես ինքս էլ շատ ցավով եմ դա արել,
բայց մենք այդ արդիկ միլք ապրանքանիշի պանիրների արտադրությունը որոշեցինք փակել։ Իրոք Հայաստանում արտադրելը սննդամթերքի շատ դժվար եւ ծանր գործ է։ Ու դրա հետ մեկտեղ որպիսի ստանաս նույնիսկ արդյունք եւ ֆինանսական արդյունք, ես ուղղակի հիանում եմ մեր արտադրողներով, ու ես վերջերս որ հանդիպում ենք, եթե միջև այդ ասում եի ոնց եք կարողանում, էլի մի հատ ինձ ասեք, ոնց եք այս պայմաններում կարողանում արտադրել, հիմա ասում եմ ուղղակի բրավո բոլորին, որ Հայաստանում շատ այդ կարևոր գործ է, պետք է ճիշտը խոսենք, որ արտադրանք տալը Հայաստանում արտադրելը դա շատ կարևոր է երկրի համար, իրոք տնտեսության համար։ Հիմա մենակ ասում եմ, որ բրավո, որ կարողանում են շարունակել ու տենց հստակ այդ ճանապարհով գնալ։ Մենք դիտելով ընդհանուր մեր բիզնեսը, հասկացանք, որ այսօր Հայաստանում դեր դժվարությունները շատ են, սկսած կաթի մթերումից, վերջացրած հետո այդ մթերումը կարողանաս ճիշտ օֆիցիալ փաստաթղթավորես եւ կարողանաս ամբողջությամբ ճիշտ աշխատել, մեր մոտ միջև վերջ չստացվեց, այն մասը, որ ստացվեց ավելի շուտ, շատ ռեսուրսներ էր գրավում եւ որոշեցինք, որ դադարեցնենք։ Համենայն դեպս առայժմս դադարեցրել ենք։ Դա նաև գալիս է արդյոք մարդկանց անտեղյակությունից, օրինակ նոր մեր հասարակությունում, մեր շուկայում առանձնացրել են պանրային արտադրանքը պաներից, նոր օրինակ ինչ-որ բաղադրիչներ մարդիկ սկսում են հասկանալ ինչքան վտանգավոր են, չեմ ուզի նշել իհարկե, ես օրինակ շատ վերջին շրջանում եմ իմացել ինչ-որ բաղադրիչների վտանգավորության աստիճանը, հիմա նոր սկսում եմ վերցնել, կարդալ, չգիտեմ, արդյոք դա կա թե չէ, բայց օրինակ իմ մայրիկը որ նայում է, զարմանում է, ինչ ես նայում, պանիր է։ Դիր։ Դե խնդիրներից մեկը ճիշտն ասած դա էր, որովհետև պանիր, որը որ մենք արտադրում ենք, ինքը պանիր էր, ինքը բուսական մաս չուներ, եւ գնային այդ տարբերությունը մարդկանց համար ու ինչ որ մի մասի համար ընկալելի չէր, ինչի մի պանիրը մյուսից կարա 30-40% ավելի թանկ լինի ու Հայաստանում դեռ այդ մշակույթը միջև վերջ մտած չի։ Հիմա այդ օրենքով դե կարգավորվել է, բավականին տարբերությունը կա, բայց ինչևէ դեռ միգուցե ամբողջությամբ մենք Հայաստանում պատրաստ չենք դա նայել։ Բայց մյուս կողմից ես անկեղծ ասեմ, ես ոչ թե նայում եմ, որ վտանգավոր է եւ այլն, իմ դիտարկումը տենց չի։ Իմ մոտ ուղղակի պետք է մենք սպառողին հնարավորություն տանք ինքը ճիշտ ընտրի։ Ինքը հասկանա, սա բուսական մասով է, ենթադրենք, իսկ սա միայն կաթնային մասով է։ Ու նա ինքը հասկանա, ուզում է ավել 30% ասենք վճարի, թե ոչ։ Մենակ այդ կարգավորումն է պետք, իսկ մնացածը նայել ամեն մարդու իր ընտրության իրավունքն է։ Կարծում եմ, որ նաև արտադրողն ու գործարարն է կրթողը։ Եթե օրինակ նա չի բացատրում իր արտադրանքի առանձնահատկությունը, առավելությունը, օրինակ սխալ է, այո, մյուսներին թերագնահատելը կամ վատ բաներ ասել, բայց գոնե շեշտադրումներ դնել իր կարևոր կետերի վրա, դրանով հասարակության վարքագիծն ու ուշադրությունը ավելի կարևոր կետերին հառելը ավելի հեշտ է եւ դրանով ի վերջո գործարարն ու արտադրանք տվողն են մշակույթ ձևավորում։ Բայց ժամանակապետք։ Ես ձեր հետ համաձայն եմ, իրոք գործարարը շատ մեծ դեր կարա խաղա, բայց դրա համար բայց օրինակ ենթադրենք, չգիտեմ, չեմ ուզի ինչ որ անուն տամ, բայց անիմաստ անբովանդակ ինչ որ բլոգերի, որ չգիտես ինչ է անում, ինչից է խոսում, ինչի է անում, տալ ուղղակի ինքը ասի ես կերա, ես խմեցի, ես այսինչ լավն է, դրա փոխարեն կարելի է ավելի բովանդակային կամ չգիտեմ, բացատրող ինչ որ մի բան լինի։ Դե գիտեք, ամեն մի բիզնես ինքն է որոշում, որ ուղղվածությունը վերցնի։ Մյուս հարցն է, որ հաջողության հասնում է այն գովազդը, որին որ սպառողները կամ մարդիկ պատրաստ են։ Հիմա ընդհանրապես փաստ չի, որ ձեր ասած գովազդով մեկը մտնի
ու ինքը մեծ հաջողության կհասնի, իսկ այն մեկը, որ ձեր ասած ինչ որ բլոգերի գումար ա տվել եւ նա ասում է շատ լավն է, հնարավոր է այն ունենա ավելի շատ սպառում։ Ու այսօր մշակույթը մեր նշանակում է, որ այդ մակարդակին է, լավ թե վատը դա երկրորդ հարցն է։ Բայց այսօր շուկան պահանջում է այն, ինչ որ հիմա կա։ Ու մենք չենք կարող բերենք օրինակի համար, մենք չենք կարող հիմա ստեղ բերել, ասենք 50,000 դրամանոց պանիր, որը որ, չգիտեմ, շատ, ասենք, որակով է կամ շատ յուրահատուկ է ու մտածել, որ շատ կվաճառես։ Շուկան կամաց է զարգանում եւ մշակույթը կամաց է զարգանում։ Մենք մի փոքր փորձում ենք մեր ազդեցությունը ունենանք դրա վրա։ Դուք նաև զբաղվում եք յոգայով, ինչպես եք գնացել այդ ուղով, ինչն է ձեզ տարել այդտեղ եւ ինչ ազդեցություն ունի յոգան գործարարի կյանքում, գործարար Արմեն Մկրտչյանի կյանքում։ Դե ինչպես եմ գնացել, դա ինչ որ ներքին զգացմունքների, ներքին մտորումների արդյունք է եղել։ Դե երբ որ ինչ որ մի պահ է գալի, մարդը սկսում է մտածել ինչա կատարում այս աշխարհում, ինչա կատարում իր կյանքում, ինքը սկսում է իր աշխարհայացքին նայել ու ինչ որ բաներ սկսում են փոխվել։ Երբ այտենց մարդը սկսում է նայել իր ներսում, ինչա կատարվում, ինչ որ փոփոխություններ, տրանսֆորմացիաներ են սկսվում։ Սովորաբար ցավոք սրտի դա լինում է, երբ որ մարդիկ ընկնում են ինչ որ դժվարությունների կամ տառապանքների մեջ, նոր այդ ժամանակ են սկսում փոխվել կամ աշխարհայացքը փոխել, դե իմ մոտ տենց շատ ուժեղ բացառություն չեմ ես իհարկե, նույն ձև նույնիսկ իմ մոտ է եղել, չնայած որ միշտ ինչ որ հոգևորին, միշտ ինչ որ իմ ներքինին նայել եմ, բայց հստակ երբ որ ինչ որ լուրջ փոփոխություններ են եղել իմ կյանքում, դա կապված է եղել դժվարությունների եւ այդ դժվարությունները հաղթահարելու ընթացքի հետ։ Ձեր այդ ուսումնասիրելիս տեսա, որ մասնակցում եք մի դասընթացի երջանկության մասին։ Ինչ է երջանկությունը ձեզ համար։ Դա շատ բարդ հարց է դա։ Դա որովհետև դա ներքին զգացմունք է, դա ներքին իրավիճակ է, ու ասեմ իմ կարծիքով դա մարդու համար շատ նորմալ վիճակն է։ Ուղղակի հարցն է, որ մենք մեր կյանքում ունենք կարծրատիպեր, ունենք մթագնություններ, ունենք դժվարություններ եւ այդ ամեն ինչը խանգարում է, որպեսզի մենք մոտենանք մեր բնույթին, մեր էությանը ու այդ երջանկության միշտ լինենք։ Երջանկության մեջ ցավոք սրտի մենք ունենում ենք ինչ որ երջանկության պահեր։ Ու եթե այդ երջանկության պահերը կապված են մեր ներքին զգացմունքի հետ, ոչ թե ինչ որ արտաքին նյութական կարճ բավարարությունների հետ, ապա նշանակում է մենք արդեն մեր էությանը մոտենում ենք կամ մենք մեզ ավելի լավ սկսում ենք ճանաչել։ Արդյոք նա այն նաև գալիս է գնահատելու կարողությունից։ Գնահատելու ինչը։ Կյանքը, ամեն ինչը, ինչ ունեն։ Դե գնահատել նշանակում է ինքդ զգաս քո կյանքը, ինքդ զգաս քեզ, դե առանց դրա չի լինի։ Իհարկե պետք է մենք զգանք եւ հասկանանք մենք ով ենք։ Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու ամենասկիզբ, երբ սկսել եք ձեր գործունեությունը, ինչ որ բաներ կփոխեիք ձեր կյանքում, թե նույն ձև կգնայիք, կամ եթե փոխեիք, ինչը կփոխեիք։ Դե այս գիտելիքներով պետք է լինեի, որ ինչ որ բան փոխեի, որովհետեւ եթե այս գիտելիքներն ու այս փորձը չունենայի, նույն ձև նույն ձև էի անելու։ Իսկ այս գիտելիքներն ու այս փորձը ունենալու համար ախր այդ ճանապարհը պետք է անցած լինի։ Հիմա որովհետեւ այստեղ ինչ որ անիմաստության է գալի, որովհետեւ մենք ինչ փորձ ձեռք ենք բերում կամ մեր կյանքում ինչ լինում է, վերջին հաշվով դա նրա համար է, որ մենք փորձ ձեռք բերենք։ Եթե ինչ որ մի բան մենք հաղթահարում ենք ու այդ փորձը ձեռք ենք բերում, նորից նույնը չի կրկնվում մեր կյանքում։ Մենք արդեն այդ этаպը անցել ենք։ Հիմա դրա համար մի տեսակ ոնց որ անհասկանալի է լինում, ես ոնց պատասխանեմ, որտեվ եթե այս փորձն ու գիտելիք ունենայի, իմ կյանքը պետք է որ լրիվ ուրիշ ձև անցներ ու ես հիմա լրիվ ուրիշ ձև կլինեի։
Իսկ ի՞նչն է ձեզ տիպում, օրինակ երիտասարդների կամ աշխատողների մոտ ընդունված է առավոտյան զարթնել, գնալ աշխատանքի, ինչ որ բան անել, երբ որ ձեր կոպիտ ասած հետևող չկա։ Դուք եք ձեր գլխի տերը, դուք եք որոշողը։ Ի՞նչն է ստիպում ձեզ առավոտյան արթնանալ, գնալ գործի, դիսցիպլինան պահպանել, էնտուզիազմով աշխատել, այն փոխանցել երիտասարդներին, ժամանակ առ ժամանակ ինչ որ վերաիմաստավորումներ անել, ինչպես եք դա կարողանում եւ ի՞նչն է ձեզ ուղղորդում։ Հա, շատ լավ հարց է։ Ես մի անգամ խոսում էինք իմ ընկերների, իմ աշխատակիցների հետ, ու ես ասում էի, որ կարծում եմ ցանկացած աշխատանք, ցանկացած գործունեություն, որ մենք անում ենք, դա տանում է զարգացման, դա մեր զարգացման համար է։ Ու նույնիսկ հարց տվեցի, ասեցի, իմ ինչ եք կարծում, եթե ֆինանսական ոչ մի հարց չլիներ, ասենք ֆինանսական ոչինչ չստանանք, արդյոք իմաստ կունենար մեր աշխատելը, թե ոչ։ Ինչ որ միտեղ աշխատելը, այս նյութական աշխարհում ուղղակի ամեն օր գնալ աշխատելը, ու ես երբ որ երկար մտածել էի այդ հարցի շուրջ, ես հասկացել էի, որ իմ համար աշխատելը դա իմ ներքին զարգանալու միջոց է, իմ մոտ ինձ փորձ տալու միջոց է, իմ կյանքում ինչ որ բաներ փոխելու միջոց է, ու եթե նույնիսկ ես ոչ մի գումար չաշխատեի, կուզենայի աշխատանք ունենալ, որովհետև երբ որ դու ոչինչ չես անում, դա շատ նմանվում է կյանքից զրկվելուն, որովհետև հենց կյանքը ինքը նկատի ունի ինչ որ շարժ, այսինքն ակտիվություն, առանց ակտիվության ո՞նց ապրենք։ Դա մեր ներքուս դրված ինչ որ էներգիա է։ Ես ինչ որ իմ ներսում ունեմ այդ կյանքի ձգտումը, ունեմ էներգիա, որ ես ուզում եմ դրանով ինչ որ մի բան անել։ Ես վստահ եմ, որ բոլորի մոտ կա։ Ուղղակի մեկը մի քիչ շատ ունի, մեկը մի քիչ, եւ մյուսը մեկը գիտակցում է դրա մասին ավելի շատ, մեկը ավելի քիչ։ Բայց այդ էներգիան է, ինչքան շատ օգտագործում ես, այնքան շատ ինքը հայտնվում է։ Ամեն ինչում ինչ որ դու շատ ես անում, նույնիսկ ուղղակի մարմնի մարզելն էլ եթե վերցնենք, եթե սկսում ես մարզվել, ինչ որ ամեն օր վազել կամ քայլել կամ գնալ սպորտզալ, այդ ամեն ինչը բերում է նրան, որ դու ավելի շատ էներգիա ես ունենում։ Ես նաև իմացա, որ դուք շատ եք սիրում արշավներ, ես նույնպես շատ եմ սիրում արշավներ ու այն տարբեր ժամանակներ գործընկերներիս համար կազմակերպում եմ, որովհետև դա նաև միջոց է ցույց տալու, որ գոյություն ունի խմբի տեմպ, այսինքն եթե մեկը արագ է գնում, լավ է գնում, ուժեղ է, չունի խնդիրներ, ինքը առաջ չի գնում, ինչև ամենաթույլ մարդը չի հասնում իր հետ, չի գնում։ Հետևաբար ինքը այնքան ուժեղ է, ինչքան որ իր խմբի ամենաթույլ մարդը։ Մենք հաճախ ենք, ես փորձում եմ դա կազմակերպել հաճախ, սա արդիսում ինչպես է աշխատում։ Դե եթե վերցնենք որպես թիմը ամբողջությամբ մի օրգանիզմ է։ Չի կարա թիմում մեկը միշտ լավ աշխատի, մեկը միշտ վատ ու դա միշտ ոնց որ շարունակական լինի։ Այդտեղ խախտումներ են սկսվում, ամեն ինչ խառնվում է իրար։ Որպեսզի կարողանաս նենց թիմ ստեղծես, որ բոլորը իրար օգնեն եւ բոլորը մի ուղղությամբ գնան, դա ինչ որ ֆենոմենալ բարդ բան է, հավատացեք ինձ։ Հիմա եթե ես ասեմ, հա, մենք այտենց ենք անում, դա իրականության հետ ինչ որ չափով համապատասխանում է, բայց խնդիրները շատ են, որովհետև մենք բոլորս անձեր ենք, մենք բոլորս ունենք մեր զգացմունքները, էմոցիաները, մեր մտքերը ու միշտ այդ մեր անձը բախվում է մյուս անձի հետ։ Ինչքան մոտ ենք լինում, այնքան ավելի շատ այդ բախումը կարա լինի եւ հակասություններ, հակադրություններ լինի։ Արշավի ժամանակ դա ինչ որ կարճ ժամանակահատված է ու դա ինչ որ չափով հնարավոր է անել, բայց երբ որ տևական ամիսներով կամ տարիներով մարդիկ աշխատում են, միշտ հակասություններ ու հակադրություններ առաջանալու են։ Չի կարա չառաջանա, որովհետև մեր կյանքը տենց է ստեղծված, մենք տենց ենք ստեղծված։ Ու այդ ամեն ինչը կամաց պետք է հաղթահարենք։ Ձեր ասածը այդ արշավի պահը, որ բոլորով սպասում են մեկին, բոլորով օգնում են,
դա ուղղակի մի օրինակ է կամ մարզման ձև է, ոնց մարդիկ իրար վերաբերվեն։ Եվ իհարկե ես կուզենամ, որ այդ ամեն ինչը եւ Արդիսում լինի, եւ մյուս ընկերությունում, եւ Հայաստանում, որովհետեւ ինչպես Արդիսը մի ինչ-որ փոքր ընտանիք է, տենց կան ավելի մեծ ընտանիքներ ու վերջին հաշվով հիմա Հայաստանն էլ մի մեծ թիմ է, ու եթե կարողանանք մենք այդ որակի արժեքներ բերենք, մեր կյանքը շատ լուրջ կփոխվի։ Ես օրինակ շատ հաճախ եմ փորձում բացատրել, որ մենք բոլորս նույն նավի մեջ ենք, ու եթե մեկը չի թիավարում, մենք բոլորով ավելի դանդաղ ենք հասնելու մեր վերջնակետին կամ առհասարակ չհասնենք ու բոլորս ուժասպառ լինենք, խորտակվենք, գնանք։ Այս կոլեկտիվ Հայաստանն էլ սպորտի առումով էլ նույնիսկ դա էլ է ցուցիչ, որ կոլեկտիվ խմբային մի փոքր զիջում ենք Մի փոքր չէ, նորմալ զիջում ենք։ Համեստ գտնվեցի։ Հա, չէ, զիջում ենք, որովհետև ու կոլեկտիվներում հիմնականում այդ խնդիրը շատ եմ նկատում։ Որովհետև մենք մեր ներքին խնդիրները տեսնելու փոխարեն նախընտրում ենք տեսնել ուրիշներինը եւ նախընտրում ենք խոսել դրա մասին։ Եթե մենք սկսենք մտածել, թե մենք ինչ ձևի ենք, մենք նայենք մեր ներսում ինչա կատարվում ու փորձենք մենք ինքներս մեր խնդիրները լուծել, մեր ներսի ամեն ինչ կփոխվի, բայց դա դժվար ճանապարհ է։ Դրա համար այդ ճանապարհը շատերը չեն ուզում վերցնել, որտեվ երբ որ ինչ-որ խնդիր տեսնում են, ավելի հեշտ է ասել մեղավոր էր այս մարդը կամ այն մարդը կամ վերջին հաշվով կառավարությունը, աշխարհը եւ այլն։ Հա, որովհետեւ դա դժվար է։ Մարդ իր ներսում նայի ինչ խնդիրներ ունի, այդ արդեն դժվար է։ Իսկ հետո դա լուծելը ու դրանք հաղթահարելը, դա կոչվում է հոգևոր զարգանալ։ Դա նշանակում է, որ մարդը այս նյութական աշխարհից սկսում է նայել արդեն իր ներսում ինչ հոգևոր արժեքներ կա ու ուր է ինքը ուզում գնա։ Դա մեծ տրանսֆորմացիայի, դա մեծ աշխարհայացք փոխելու ճանապարհ է ու դժվար։ Դրա համար շատերը ասում են, չէ, ավելի լավ է ասենք մեկ ուրիշ խնդիրը տեսնենք ու վերջ։ Արդյոք այդ հոգևոր զարգացման ճանապարհն է ձեզ տարել օրինակ արշավների լեռներ, սարեր, անտառներ, որտեղ ամեն դեպքում այդ հոգևոր զարգացումը մի փոքր լռություն եւ ինքդ քո հետ մենակ մնալ է պետք։ Դե արշավները, հա, սարերը, հա։ Դե երևի թե սկսեմ նրանից, որ ես ինչ եմ ընդեղ զգում, ես ընդեղ ոնց որ ուրիշ աշխարհում լինեմ, ես ընդեղ ուրիշ էներգիաներ եմ զգում, այդ լռությունը, հանգստությունը, ու երբ որ այդպես զգացումներ ես ունենում, հետո դա միշտ քեզ ձգում տանում է, բայց եթե ձգտում չունենաս հոգևորի, ձգտում չունենաս լռության, ձգտում չունենաս ինչ-որ քո զգացմունքները բացելուն, բնական է, ասենք, արշավը կարող է հետաքրքիր չլինի, որտեվ կմնա միայն այդ տանջվելով, այդքան բարձրանալը, որտեվ դե բարդ արշավներ են լինում, որ կարող է տևի 12 ժամ, 12 ժամ այնց փոքր հանգիստներով, ու կմնա միայն այդ տանջվելը, ֆիզիկապես տանջվելը, բայց եթե զգում ես ուր ես գնացել, մի տեսակ նույնիսկ կարելի է ասել, ես ինչ-որ չափով մաքրվում եմ իմ, ասենք, եթե մենակ կիրակի եմ գնում, կամ ցավոք ամեն կիրակի չեմ կարողանում գնալ, ինչ-որ բաներից մաքրվում եմ ու լրիվ ուրիշ ձև եմ զգում, ուրիշ էներգիա է ինձ գալիս, հետո օգնում է, որ ինչ-որ ժամանակ հանգիստ կարողանամ ապրել։ Ռիթմին դիմանալ։ Այս ռիթմին նաև, այո։ Բիզնեսը կարող է լինել արժեքների իրացման դաշտ։ Հոգևոր արժեքների։ Հիմա իմ մոտ դա շատ կարևոր հարց է իմ կյանքում ու ես երկար մտածելուց հետո, քանի որ ինչ որ պահ մտածում էի ինչպես կարա բիզնեսը եւ նյութական գործունեությունը հոգևորի հետ եզրեր գտնի լուրջ կամ ամբողջությամբ համահունչ լինի հոգևոր արժեքների հետ։ Հետո մտորումներով հասկացա, որ եթե ծնվել ենք այս աշխարհում, եթե սենց ճանապարհ ունենք, երևի թե միտքն է, որ մենք կարողանանք այդ երկուսը միացնել կամ դարձնել մի ամբողջականություն։
Այսինքն իրոք այն հոգևոր են վե արժեքները, որ մեր ներսում կարող ենք գտնել, ամբողջությամբ փորձենք կիրառել բիզնեսի եւ գործունեության մեջ։ Վերջին հաշվով դա էլ է հարաբերություն։ Ու տեղ եթե մենք կարողանանք այդ արժեքները մեր փոխանցենք, դա ինչ որ մեծ գործ կլինի։ Հիմա իմ կարելի ասել նպատակը դա է, որպեսզի այդ ամեն ինչը կարողանամ իմ գործունեության մեջ ունենամ։ Մենք հայ ազգը շատ ծայրահեղական ազգ էր։ Այսինքն ծայրահեղությունից ծայրահեղություն են գնում։ Երբ որ խոսում ենք հոգևոր արժեքների մասին, բացառում ենք նյութականը, նյութականի մասին խոսելուց բացառում ենք հոգևորը, այս հոգևոր արժեք, երբ որ ասում ես, մարդիկ մտածում են դու պետք է ճգնես ինչ որ միտեղ չվայելես կյանքը կամ հաջողակ, չգիտեմ, երջանիկ նյութական ինչ որ բավարարվածությամբ մարդը, որ խոսի հոգևոր արժեքներից, կմտածեն ուղղակի վերացական կամ մոդայիկ ինչ որ բաներից է խոսում։ Բայց այդ բալանսը պահելու կամ տեսնելու շատ քիչ է։ Ինչու ենք ծայրահեղ։ Բոլոր հարցերի շուրջ։ Դե մի քիչ միգուցե նաև կապված է նրանից, որ մի ժամանակ ընկալում ենք, որ եթե մարդը բիզնեսով է զբաղվում, դրա մեջ նյութապաշտ այնտեղ կա ինչ որ իրար խաբելու, գցելու, ինչ որ ոնց որ միակ նպատակը դրա, դիտարկում ենք, որ փող աշխատելը լինի, ու ոնց որ բիզնեսը դիտարկում ենք, ոնց որ ինչ որ sense մեկը մյուսի վրա փող աշխատելու, ոնց որ ուժեղ թույլ, ուժեղները բոլոր թույլերին ուտում են, փողերը վերցնում են իրանց, կամ եթե բիզնեսով է զբաղվում, ուրեմն ինչ որ մի բան են, ինչ որ միտեղից մի բան գողանում է, ինչ որ մեկին ինչ որ մի բան խլում է, պետությանը չի վճարում, ինչ որ այտենց թեթև կրիմինալ ինչ որ զգացումներ միշտ եղել է։ Միգուցե դա ինչ որ հիմքեր ունի, համենայն դեպս 20, 30, 40 տարի առաջ ովքեր որ բիզնեսով զբաղվում են, տենց շատ դժվար ծանր պայմաններով անցել են։ Իրոք դա եղել է։ Միգուցե այդ մշակույթը կամ այդ կարծրատիպն ու մտածելակերպը դեռ մնացել է ու այդ պատճառով չեն պատկերացնում, որ կարելի է բիզնես անել եւ ոչ մեկին չխաբել, այլ ընդհակառակ լինել զուտ համագործակցության մեջ բոլոր շրջանակների եւ գործընկերների հետ, եւ սպառողների հետ, եւ պետության հետ։ Երբ որ մեր մոտ փոխվի այդ կարծրատիպը եւ գա մշակույթ, որ բիզնեսմենը սովորական մարդիկ են, որոնք կարան շատ լուրջ արժեքներ ունենան, ներքին որակներ ունենան ու ասենք իրանց գործունեությունը տենց են վարում։ Հիմա Հայաստանում իրականում մենք լուրջ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ու ես վստահ եմ, որ ինչ որ տարիներ անց, չգիտեմ, կարող է 5 տարի, կարող է 10, կարող է նույնիսկ ավելի շուտ, մեր բիզնեսմենի որակը կամ արժեքները, որ ունենան, կլինեն շատ բարձր։ Ու եթե ինչ որ մեկը բիզնեսով է զբաղվում, դա կդիտարկեն որպես ինչ որ մի շատ լավ, ինչ որ կարևոր եւ բոլորին օգուտ բերող մի գործունեություն։ Ավելի լավ չէր կարող լինել։ Մենք խոսակցությունը եթերից առաջ սկսեցինք, ինչի է որն է այս հաղորդման նպատակը, ու եկանք նրան, որ մարդկանց մոտ կա թյուրըմբռնում գործարարի կերպարի ընկալման, կարծրատիպային ընկալման խնդիր կա։ Մեր հաղորդման նպատակն էլ այդ կարծրատիպային ընկալման կոտրումն է հենց մարդկանց միջոցով, ովքեր խոսում են, ովքեր ցույց են տալիս, որ իրենք այդպեսին չեն, կամ ինչպես են ստեղծել այդ ուղին ու ճանապարհը, որով որ կարող են գնալ ցանկացած մարդ, ով որ ձգտում է դրան։ Սա էլ երևի ձեր ամենասկզբի տված հարցի պատասխանն է։ Ու եթե ոչ դուք, եթե դուք չխոսեք դրա մասին, ինչպես է այդ կարծրատիպային ընկալումը փոխվելու։ Եթե մարդիկ չճանաչեն ձեզ, չտեսնեն, ձեր պատմությունը չլսեն, ապա կմնան այդ ձեր նշած 20-30 տարի առաջվա տեսած պատկերացմամբ։ Համաձայն եք։ Ստեղ sense ասեմ, ամեն մեկը ինչ որ ներդրում պետք է անի եւ ինչ որ մի բան փոխելու համար, առավել եւս եթե դա կարծրատիպ է, առաջի հերթին այդ մարդը, ում մոտ մենք ուզում ենք փոխել, ինքն է պետք է ցանկություն ունենա։ Բայց մշակույթը ձևավորվում է ժամանակի ընթացքում։
գիտակցությունը մարդու, ցանկացած մարդու եւ իմ եւ ձեր կամած-կամաց է փոխվում։ Բոլորին ժամանակ է պետք։ Միգուցե ձեր հաղորդաշարը իրոք դրան օգնի, ինչի համար ես շատ ուրախ ձեր խոսելն էլ դա դրան ինչ-որ չափով միգուցե շատ փոքր, բայց դա էլ ազդել։ Հիմա շատ ավելի շատ են գործարարները հանրային գործունեությամբ զբաղվում, շփվում, խոսում, դա ես օրինակ շատ 5-6 լավ 10 տարի առաջ գրեթե չկար, եթե հիմա ավելի շատ է ու հենց դա է օգնում ձեր նշածին։ Շնորհակալ եմ շատ։ Մշակույթը ուրիշ էր այն ժամանակ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք հաղորդման այս հատվածում ունենք հարց եւ պատասխան մեր նախորդ հյուրից։ Մեր նախորդ հյուրը Էմանուել Խաչատուրովը, Խաչատուրով գրուպի ֆինանսական բաժնի տնօրենը, ձեզ հարց է գրել, որոնք են ձեր կյանքի 3 գլխավոր առաջնահերթությունները եւ ինչու։ Ես ճիշտն ասած պետք է իրոք մտածեմ բոլորը ասեմ թե չէ, ու կարծում եմ դա մի քանի հաղորդում կարա տևի, բայց ուղղակի կառնեմ այն մի քանիսի մասին, ինչ որ մենք խոսել ենք։ Դե առաջին հերթին ինչ որ արժեքներ, որոնք որ ես ուզում եմ իմ մեջ զարգացնեմ։ Դա իմաստության արժեքն է, դա սիրո արժեքն է, երևի այդ երկուսը եւ համագործակցության։ Ու ես շատ ուզում եմ, որ իմ հետագա բոլոր քայլերը լինեն այդ 3 գաղափարների եւ 3 որակների մեջ։ Իմ բոլոր գործունեությունը, բոլոր քայլերը, որ ես անում եմ։ Սեր, իմաստնություն, համագործակցություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատուրովը մաղթում է ձեզ ուրախություն, խաղաղություն եւ առաջընթաց Հիսուսի անունով։ Ինքն է գրել։ Շատ շնորհակալ եմ։ Կխնդրեմ նաեւ դուք գրեք մեր հաջորդ հյուրին հարց եւ մաղթանք։ Այսպիսին էր այս շաբաթ մեր հաղորդումը։ Սիրենք, իմաստուն լինենք եւ հավատանք։ Շնորհակալ եմ։